Բարև ձեզ, Արմ ռադիոյի եթերում մամուլի համառոտ տեսությունն է։ Հայկական ժամանակը նշել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս 2008 թվականի դեկտեմբերին կոմունիկացրել է ՀԺ հրատարակիչ Դարեսկիզբ ՍՊԸ-ի դիմումը արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի վերաբերյալ։ Ըստ թերթի, այդ հրամանագրով սահմանափակվել է լրատվամիջոցների գործունեությունը եւ հենց այդ դրույթի դեմ է եղել ՀԺ հայցը։ ՀԺ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել 4 հարցեր, որոնց պատասխանների պատճենն ուղարկվելու է փաստաբանին։ Հոկտեմբերի 7-ին կառավարությանն ուղղված հարցերին պատասխանելու համար կառավարությանը տրվել է մոտ 3 ամիս ժամանակ։ Պատասխաններից պարզ կդառնա, թե ինչպիսին է լինելու դիմողի արձագանքը եւ փոխհատուցման չափը։ Ըստ թերթի, վճիռը Եվրադատարանը հավանաբար կկայացնի հաջորդ տարվա աշնանը։ Առավոտը հավաստի աղբյուրների հիման վրա հայտնել է, որ այս շաբաթվա վերջում կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիան նիստ է գումարելու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիայից դուրս գալու որոշման մասին։ Ըստ թերթի, դրա պատճառն է նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կողմնորոշվելու վերաբերյալ ԲՀԿ-ին ներկայացված վերջնագիրը։ Առավոտը նշել է, որ ՀՀԿ-ն առանձնապես չի էլ փորձում հերքել, որ հնարավոր է ՀՀԿ-ԲՀԿ ապահարզանը։ Հինգշաբթի տեղի ունենալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում ըստ ամենայնի քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը։ Ազգը նշում է, որ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունն առկա էր ԲՀԿ ստեղծման առաջին իսկ օրից։ Թերթի հոդվածագիրը նշում է, թե երբ Ռոբերտ Քոչարյանը ստեղծում էր այդ նախագիծը, բոլորին հասկացնում էր, որ իրեն պետք չէ կախվածության մեջ լինել դաշտում առկա քաղաքական ուժերից։ Թերթը պնդում էր, որ ազգային ժողովի ընտրությունից կես տարի առաջ Հայ ազգային կոնգրեսին հզորացնելու եւ լայն հասարակական աջակցությունը կոնգրեսի համար ապահովելու բոլոր ջանքերն ի դերև եղան եւ լավ կլինի, որ կոնգրեսի ղեկավարները պետք է սառնասիրտ լինեն եւ ընդունեն իրողությունն ու տղամարդու նման նայեն իրականությանը։ Թերթի կարծիքով դա ըմբռնել է նույնիսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ելույթներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին անվանել է «մարած քարտ», իսկ ԲՀԿ-ին հաճոյախոսել է։ Այդպիսով թերթի կարծիքով ՀԱԿ առաջնորդը ԲՀԿ-ին կատարել է ՀԱԿ-ի հետ գործակցելու բաց առաջարկ։ Հրապարակն անդրադարձել է մարդահամարի հարցին։ Թերթը գրում է, որ ոմանց կարծիքով մարդահամարը լուրջ միջոցառում է եւ պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Այդ նշանակությունը կարևոր է դառնում հատկապես մեր երկրի համար, որն ունի լուրջ ժողովրդագրական խնդիր։ Սակայն ըստ թերթի, դատելով արտագաղթի հանդեպ մեր իշխանության վերաբերմունքից, դժվար է մտածել, թե մարդահամարը կարող է ծառայել որևէ խնդրի։ Թերթը նաեւ հայտնել է, որ մարդահամարի նախնական տվյալը հրապարակվելու է հաջորդ տարի, իսկ վերջնականը 2013 թվականին։ Դրանից թերթը եզրակացրել է, որ 2012 թվականին Խորհրդարանի ընտրությանը կնախապատրաստվեն, իսկ 2013 թվականին նախագահական ընտրության ժամանակ գործընթացը կավարտեն։ Իրականացվող մարդահամարը թերթը բնութագրել է հապճեպ եւ ենթադրել, որ տպավորություն է ստեղծվում, թե պետությունն ամեն ինչ գիտե իր բնակիչների մասին։ Թերթը զրուցել է մի քանի քաղաքացիների հետ, ովքեր զայրացել են, թե ինչու են հաշվարարները հարցնում զուգարանը Քաշովի է, թե չէ, եվրոպական է, թե ասիական։ Թերթը նաեւ հայտնաբերել է, որ հարցաթերթիկների սոցիալական հարցերը եւ դավանանքին վերաբերող մասերը ՄԱԿ-ի պահանջն են։ Ըստ թերթի, դա նշանակում է, որ փորձ է արվում ավելի կառավարելի դարձնել բնակչությանը եւ դա անհրաժեշտ է դրսի կառույցներին։ Հայոց աշխարհը հիշեցրել է, որ լրացել է Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտի 20-ամյակը, որի հիման վրա Ադրբեջանն անջատվել է ԽՍՀՄ-ից եւ ձեռք բերել անկախություն։ Թերթը ուշագրավ է համարում, որ անկախացումով Ադրբեջանն իրեն հռչակում է 1918-ից 1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, սակայն մինչև հիմա համառորեն շարունակում է հավակնել Լեռնային Ղարաբաղի տարածքին։ Թերթն ամփոփելով նշել է, որ անցած 20 տարիների ընթացքում Ադրբեջանը նավթոդոլարների շնորհիվ կարողացել է մեծացնել պետական բյուջեն, այդ թվում բանակին հատկացվող ծախսերը։ Թերթը վստահեցնում է, որ այդուամենայնիվ ժամանակակից քաղաք դարձած Բաքվից բացի երկրի մյուս բնակավայրերի կենսամակարդակը չի գերազանցում եւ նույնիսկ զիջում է Հայաստանին։ Ժողովուրդը տեղեկացրել է, թե որոշ տեղեկությունների համաձայն Ֆրանսիայի այցելել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Թերթի տվյալներով նա փորձելու է Կովկասում իր դիրքերն ամրապնդել, փորձել Ֆրանսիայի հետ ճշգրտել իր անելիքները։ Դրա համար ըստ թերթի Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ դիմել է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շարլ Ազնավուրին։ Թերթը հետաքրքրական է համարել, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա է գնում Քոչարյանից հետո, իսկ վերջինը Ֆրանսիա է այցելում նախագահից հետո։ Հետաքրքիր խաղ են խաղում երբեմնի սիամանական եկվորյակները, եզրափակում է թերթը։
Չորրորդ իշխանությունը գրել է հաջորդ տարի ակնկալվող հարկային բեռի ավելացման մասին։ Թերթը նշել է, որ շուտով կառավարությունը խորհրդարան կուղարկի հարկային փոփոխությունների փաթեթը։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, թե այդ փաթեթով նախատեսվում է ավելացնել հարկային հավաքագրումը, ինչպես հարկային բեռի ավելացման, այնպես էլ ստվերի կրճատման հաշվին։ Թերթը վստահեցրել է, որ ցանկացած հարկային փոփոխություն անդրադառնում է երկրի բնակչության վրա, իսկ իշխանությունը որոշել է 10-ից 12%-ով ավելացնել հարկերի հավաքագրումը։ Հարկային բեռի ավելացման մասին թերթը գրել է, թե ճիշտ է, ֆինանսների նախարարը գերադասում է կիրառել ճշգրտել բառը, բայց դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ եթե հասարակ գյուղացին էշի բեռը 2 մեշոկով ավելացնում է, չի ասում, չէ՞ որ ինքը ճշգրտում է բեռը։